Սիրելի հայ բարեկամներ, ես Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկին եմ։ Մարմաշեն բնակավայրում բացվել է Green Tech նորարարական կենտրոնը Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ջանքերով Հայաստանում Ճապոնիայի դեսպանության ֆինանսական աջակցությամբ։ Բացման արարողությանը մասնակցել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտական, համայնքապետարանի աշխատակիցներ, բնակիչներ, հյուրեր։ Շատ դժվարանում ենք հոսանքի, ջրամատակարարման հարցը, մինչև հիմա դեռ խնդիրներ ունենք, ես այդպես պետք է ասեմ, չնայած արևային վահանակներ են տեղադրվել, փորձել ենք լոկալ տեղային լուծումներ տալ ջրի խնդրին, բայց ակնկալում ենք, որ համայնքը, համայնքապետարանը, մարզպետարանը ավելի շատ կգնահատեն նման զարգացնող եւ երիտասարդներին հզորացնող ծրագրերը։ Այս կենտրոնը շատ ավելին է, քան պարզապես համակարգիչներով հագեցած շինություն։ Այն Մարմաշեն գյուղի աշակերտների համար ներկայացնում է հույս եւ հնարավորություն։ Այն նաեւ աջակցություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին, առաջարկելով նրանց կարողությունների զարգացման դասընթացներ եւ իրենց կյանքը վերականգնելու ուղիներ։ Նպատակն է Շիրակի մարզում կանաչ տեխնոլոգիաների բնապահպանական կրթության եւ ինժեներական նորարարության խթանումը։ Ճապոնիայի կառավարության, տեղական կազմակերպության եւ այս համայնքի բնակիչների միջև համագործակցությունը ցույց է տալիս, որ երբ մենք ներդրում ենք կատարում մարդկանց եւ նրանց ներուժի մեջ, իմաստալից փոփոխություն է տեղի ունենում։ Շատ հպարտ եմ, որ այսօր արդեն կանաչ կրթական կենտրոնը բացվում է Մարմաշենի սրտում գեղեցիկ տեսարանով եւ Ախույրան համայնքի երիտասարդները հնարավորություն կունենան անվճար հիմունքներով այստեղ սովորել ծրագրավորում, բարձր տեխնոլոգիաներ, ինժեներություն։ Կենտրոնն առաջարկում է անվճար դասընթացներ, լաբորատոր պարապմունքներ եւ համայնքային ծրագրեր։ Մոտ 100-ից ավել տարեկան շահառուներ կներգրավեն կենտրոնի կրթական աշխատանքներում եւ գնալով կավելանա այս թիվն էլ։ Շատ լավ է։ Ինչու՞ չէ, որ կեստան իրենց կրթությունը ստանան։ Green Tech-ը մի հարթակ է, որտեղ բնապահպանությունը, տեխնոլոգիան եւ կրթությունը միավորվում են, ձևավորելով կիրառելի գիտելիքների փոխանցման ժամանակակից մոդել, նշում է GITC գործադիր տնօրեն Ամալիա Եղոյանը։ Երիտասարդները ակտիվ են, իրենք ցանկանում են գալ տեխնոլոգիական ոլորտ եւ սա աննախադեպ է, որ արդեն Գյումրիից դուրս ենք մենք ապա կենտրոնացվում։ Կենտրոնը կտրամադրի անվճար կրթություն Շիրակի մարզում, ապահովելով նաև բնակավայրերից տեղափոխման փոխադրամիջոցը, ինչն էլ հնարավոր է դարձել Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ։ Կենտրոնը միտված է դառնալու երկարաժամկետ կրթական եւ տեխնոլոգիական զարգացման հարթակ Շիրակի մարզի եւ ողջ տարածաշրջանի համար Մարմաշեն բնակավայրի այս գեղատեսիլ բնության գրկում։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։